Քաբրիցի ես կարծում եմ դա դնենք։ Այս քրեական գործի մեջ արդեն 11 ամիս մենք որոշակի բաներ ենք քննարկում, որոշակի բաներ ենք վերհանում, եւ այսպես էլ ես ամբողջ այդ 34 հատորը կարդալուց տեսա, որ ոչ մի բան չկա, ընդհանրապես բան չկա։ Հիմա ապացուցման փուլ կմտնենք, հետո չգիտեմ էլ ինչ փուլեր կմտնենք, խնդիրը մեզ մեկուսացնելն է որոշակի քաղաքական պրոցեսներից հեռու պահելու համար։ Դա ակնհայտ է։ Չկան վկաներ, որոնց վրա կարող ենք ազդեցությունել են վկաները, մեղադրյալները, եթե մեզ բոլորիս շփում չի թույլատրվում, հա, իրար հետ ինչ-որ մի բան խոսելու, պայմանավորվելու, չգիտեմ, ճնշելու միմյանց վրա եւ այլն։ Այստեղ բոլորս էլ իրար հետ խոսում ենք։ Բոլորի առաջ, այսպես ասեմ, կամերաների առաջ, դատախազների առաջ, դատարանի առաջ, այդ բոլոր դրսերում պտտվող նաև ներսում, այսպես ասած, գաղտնի գործողություն կատարող տղերքի առաջ եւ այլն։ Զինգեր շատեր ասենք, երևի թե ձայնագրում են, լսում են այդ խոսքերը, ինչ են խոսում, ինչ են անում եւ այլն։ Եվ ոչինչ չկա։ Բայց կա մի բան հստակ, որ չի թույլատրվելու քաղաքական մեր ընտրական գործընթացը իրականացնել։ Մեր այս ամբողջ գործի մեջ չկա գոնե մի բան, որ մեր հասարակությանը, մեր ժողովրդին մղվի ինչ-որ մի հակասահմանադրական, հակաօրինական, չգիտեմ, մարդկանց սպանելու եւ այլն, սի բաներ չկան։ Բայց փոխարենը դրսում այսօր քարոզչություն է գնում եւ քարոզչության մեջ սպառնալիքներ։ Երկրի առաջի դեմքից վարչապետի բերանից ասում է 150,000 ընչի չմեռակ։ Հələ միլիոնը ընչի չմեռակ։ Մեռնեի, որ ինձ խնդիր չունենայի ընտրվելու նորից։ Խիչ եք մեռել։ Դուք հասկանում եք, ազնիվ կյանքը փրկած մարդկանց ասում է, դուք խի փախակ եկաք, ստեղ չմեռակ։ Դուք խի չմեռար սատկեի, ոչ մեկը այս վիճակների մեջ չընկներ։ Այս երկիրը չանցնվեց։ Ինչու չմեռաք դուք, սատկեի դուք։ Ես 35-40 տարի իմ երկրի համար պայքարել եմ, պատրաստ եմ, նստելով էլ կնստենք, խնդիր չկա, կպայքարենք, մեր սերունդները պիտի ապրենք, բայց դու այսօր այդ ամբողջ սերունդներին ուզում ես սպանված, մեռած տեսնես, բացի քո աթոռից ու փառասիրությունից, կամ դավաճանությունից, Ալիևին սապտալուց, խոնարհվելուց։ Մենք այս ենք տեսնում, հավասար պայմանները սրանք են։ Եվ եթե դատարանը անկախ է, եւ մեղադրողները ազնիվ են, ազնիվ թող նայեն կյանքին։ Ես չեմ խնդրում, որ խափանման միջոց փոխեք, չեմ ուզում եք, խափանման միջոցը փոխեք, նստացրեք տալանքին։ Հարցը այդ չի։ Բայց գոյություն ունի ճշմարտություն, պարզ, հոգևոր ճշմարտություն, մարդկային ճշմարտություն, որ այդ ամենին պատասխան պետք է տրվի։ Իմ առաջ է, ազգի առաջ է, բայց առաջին հերթին Աստծո առաջ։ Պատասխան է տրվելու, բոլորն են պատասխան տալու։ Ես էլ եմ պատասխան տալու իմ արածների կամ չարածների, դուք եք ձեր առաջ չարածների համար։ Բայց իմ ժողովրդին մի բան կխնդրեմ։ Ժողովուրդ ջան, ընտրեք այնպիսի ղեկավար, այնպիսի առաջնորդ, ով ձեր պատիվը կպահի, ով արտանապատվություն կունենա, ով հաղթած կլինի, ով հաղթանակներով գնացած կլինի ճանապարհը իր,
ով ազնիվ մաքուր ընտանիք ունի եւ ընտանեկան արժեքներն են գերակա, ոչ թե փողոցային բարգուբար, ընտրեք 17-ին, ամսի 7-ին, ընտրեք 17-ին, հավատացեք, վստահ եղեք, որ մենք այս ճարիքից դուրս ենք գալու։ Դրսերում, արտասահմաններում մեր հայրենակիցները գլուխները կախած են ման գալիս։ Ման են գալիս թուրքը արդեն գլուխը բարձրացրավ, մերոն կռացրավ։ Ես ընդհատեմ այստեղ քարոզարշավ չեն տան։ Բայց եթե քարոզարշավը ես տեսնում եմ, որ արդեն լեգավորում քարոզարշավի չմասնակցի, բայց ես իմ իրավունքը որտեղ իրացնեմ։ Ըստ էության ձեր խափան միջոցի հետ կապված խնդրեմ նշեք, բայց որտե քարոզարշավ։ Խափանման միջոցը, հենց խափանման միջոցի փոփոխությունը կապված է հենց իմ գործունեությունից, որ պետքա ծավալեմ։ Ես տեսնում եմ արդեն փակեցին դեմը։ Փակեցին, ասում են չէ, դու գործ չունես, մարդկանց հետ բան չխոսես։